Բարև ձեզ սիրելիներս, նորից ես եմ ձեզ հետ, ինչպես եք, նայեք, եկել եմ մեծ ջերմոց, որպեսզի ձեզ ցույց տամ ինչ գեղեցկություն ունենք ստեղ, հեռվից ցույց տամ, արդեն շատ ծաղիկներ ծաղկել են, առաջի ծաղիկը դա բարխծիներն են մեր մոտ, որ ծաղկում են, այստեղ նայեք ինչ գեղեցկություն եմ գտել, պիտունյաներն են արդեն բացվել, դրսում հրաշք եղանակ է, պլյուս 20 աստիճան, մենք գտնվում ենք Մոսկվայում, ունենք մեր սեփական բիզնեսը, ընտանեկան բիզնեսը ու սեզոնային է սա, հունվարից սկսում ենք ցանել, մարտից սկսում ենք թաղարը դնել և ապրիլի 25-ից հետո մայիսի սկիզբ սկսում ենք արդեն առևտուրը անել, վաճառել։ Սա մեր անյուտայի աչիկներն են, բարխոտկեքն են, նայեք ինչքան գեղեցիկ է մեր ջերմոցը։ Դե իհարկե աշխատանքը շատ է, աշխատում ենք ընտանիքով, ես, ամուսինս, տղաներս և մի հոգի հարևաններիցս ռուս կին է ունեմ աշխատող։ Նայեք այստեղ ինչ գեղեցկություն եմ բերել ձեզ, նայեք ինչքան մեծ է ծաղիկի գլխիկը։ Սերմերը մենք ամեն տարի առնում ենք ֆիրմայից, Պոիսկ ֆիրմայից։ Մենք ընդհանրապես ոչ մի ծաղիկից սերմի չենք վերցնում, սա անյուտայի աչիկներն են, այստեղ էլ ունենք բացված գեղեցկություն, այսպես սիրելիներս, այսօր ապրիլի 16-ն է ու մենք ունենք արդեն ծաղկած ծաղիկներ։ Հա, եկեք ցույց տամ գարշոկի մեջ ինչպես են աճել մեր վարունգները։ Մենք ունենում ենք նաև բանջարեղենի սադիլներ, վաճառում ենք, շատ քիչ տնկել ենք պամիդոր, բիբար և բակլաժան։ Հա, ինչը որ չենք էլ հասցնում աճացնենք, գնում և վաճառում ենք։ Վարունգները նայեք, պուճուրիկ։ Սորտը Ատոս է, ջերմոցային սորտ է, շատ լավ վարունգ է մարինադի համար։ Նայեք այստեղ ինչ գեղեցկություն ունենք, մեր բեգոնյաներն են գեղեցիկ, 6 տեսակի բեգոնյա ունենք, սյան կարմիրներն են բացվել, այստեղ ունենք սպիտակ ծաղիկները բեգոնյաների, կանաչ լիստ, սպիտակ ծաղիկ, ու այսպես լիքը գեղեցկություն ունենք։ Նայեք ինչ եմ գտել, հələ նայեք, ծաղկել է մի հատ պիտունյա գծիկներով, այս ռյադը, այս տեսակի պիտունյաներ են, տարբեր գույների, պատկերացնում եք, երբ որ սենց ծաղկած լինի, տարբեր գույների ինչքան գեղեցիկ կլինի։ Այս տեսակի բարխծիներ ունենք, հələ նայեք, մեկը մեկից սիրուն են, գեղեցկություն։ Մեր հաճախորդները բոլորը ռուս են, մենք գտնվում ենք Ռուսաստանում, հայեր շատ քիչ ունենք, դե ինչպես միշտ հայերը գալիս են տեսնում են հաճախորդներ շատ ունենք, հերթ կանգնել չեն սիրում, ալջան ինձ սրանից տուր, ալջան 10 հատ սրանից, ալջան 20 հատ դրանից, դե իհարկե բոլորին ես շատ մեծ սիրով ճանապարհում եմ, նաև նվերներ ենք տալի իրենց, նայեք ինչ գեղեցկություն է, հրաշք է նրանք, ոնց որ փոքրիկ մարդուկներ լինեն։ Այստեղ մեր գազանյաներն են, դեռ չեն կոկոմել, նրանք մի քիչ ուշ են կոկոմում, հուսով եմ մայիսի մինչև կեսերը պետք է կոկոմեն արդեն։ Էլի պիտունյաներն են, սրանք բակոպաներն են, որը որ տնկում ենք կաշպոների մեջ թափվող ծաղիկներ են։ Սա մեր ալիսյումն է, արդեն ծաղկել է սպիտակ և մուգ թանաքագույն, ուղղակի արևա շատ ուժեղ, շատ շոգ է հիմա ջերմոցում, նայեք, այս փոքրիկներս ոնց են ծաղկել։ Այսօր պետք է մտնեմ և այսպես կտրում եմ այս ծաղկած ծաղիկները, որ իրանք կողքերից այս մանր ծաղիկները մեծանան կոկոմիկները,
այսպես ծերատում եմ այս գեղեցկություններին, բայց հետո ավելի սիրուն կլինեն։ Այստեղ էլ լիքը պիտունյաներ ունենք, ցիներարյաներն են ծաղկում, աճում։ Նայեք ինչ սիրուն են, իրանք դեկորատիվնի են, շատ են առնում ժողովուրդը։ Փոքր յոլկաների արանքներն են տնկում, տույաների, խոստաների։ Հա, սա էլ պարտոլակն է, Հայաստանում բոլորի բակերում էլ կա։ Դանդուրի ծաղիկներն են, մի քիչ մախրովի տեսքով, ինքը նման ավելի շատ մեխակի։ Հա, սա իմ գարտենզիաներն են, նայենք ինչ գեղեցիկ, արդեն տերևները բացել են, անցած տարվա գարտենզիան ա մնացել, 2 հատ պահել էի բիսեդկայի կողքը դնելու համար։ Վարդերը, անցած տարվա վարդերից են էլի մնացել, ջերմոցում դրել ենք, արդեն կոկոմում են, շատ ուշադիր ենք լինում, ամեն օր նայում ենք, որ հանկարծ շիրինա չլինի վրան, որպեսզի չտարածվեն մեր մյուս ծաղիկների վրա, հազիվ լավ պարարտանյութ են գտել, թույն, հա, ասած, որը որ սրսկում ենք, որ շիրինա չլինի վրան, այս ծառը դիորեն դեկորատիվնի, ու այսպես ժողովուրդ ջան, վերջացնեմ իմ այսօրվա վիդեոն, սա էլ մեր վարդերն են, երբ որ նոր վարդերը բերեն, ես անպայման կտեղադրեմ, թե ինչքան վարդեր ունենք, բոլորիդ բարի և հաճելի օր եմ աղթում, լավ մնացեք, լավ եղեք և Աստծո կողմից օրհնված եղեք։